Երևանը մի հատ ունի կոնստիտուցիա, հիմա ինչ եմ ասում, որ այդ կոնստիտուցիայով պետք է գնաս, պետք է քայլես այդ դրանով, եթե Երևանցի ես քեզ համարում։ Առաջինն, որ ես իմ փոքր հասակից նաև առել եմ այդ ամեն ինչ առել եմ եւ հիմա չեմ զգում, կա թե չկա, տա Աստված որ լինի։ Բոլորը բարևում էին իրար, մենք իրար հետ զրուցում էինք։ Պետքա սիրես քաղաքը եւ բացի սիրելուց պետքա շատ հոգատար լինես իր հանդեպ, քո քաղաքի հանդեպ։ Ես չեմ ուզում արանամ ավելի շատ բաների, որ կոնֆետի թուղթ կամ ծխախոտ կամ պետք է ժպտաս քաղաքին։ Ինչքան էլ պրոբլեմ լինի քո մոտ, անձնական, դուրս եկար Թումանյան փողոց, Ալավերդյան, Բայրոնի փողոց, ժպտացիր քաղաքին, ինքը ժպտալու է, ինքը քեզ այդ լավինա տանելու, եթե պրոբլեմ կա, այդ պրոբլեմը լուծվելու է, կամա թե ակամա դու մտածում ես կա այդ պրոբլեմը չլուծվողը, ոչ։ Ինձ համար Երևանը ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է, շատ գեղեցիկ քաղաքներ կան, անկեղծ ասեմ, այնան չի որ մենակ Երևանն է, դա սուտ է, բայց ես իմ Երևանի աշունը, գարունը, ձմեռը ու ամառը ոչ մի բաներ չեմ փոխի, որտեվ այդ բացի իմ կրթությունից, սկսած մանկապարտեզից, կրթությունից, ինստիտուտներից ավարտելուց հետո անցնելով մեծ դպրոց, թատերական դպրոց Խորեն Բաբկենիչի մոտ, Երևանցի եւ լինելով Կոնստանտին Օրբելյանի մոտ, էլի Երևանցի, որտեվ 58 թվից ինքը ղեկավարել է ջազ պետական օրկեստրը։ Բացի այդ կրթությունից կրթել է փողոցները, ոնց կհասկանաք, չգիտեմ, թող ինձ ներեն, 1000 ներողություն եմ խնդրում, ինձ քուչեն է մեծացրել, տարբեր ձևերի մեջ, որպես Արամո սարքել, որպես երաժիշտ, որպես արվեստագետ, որպես արտիստ, ինքն է ինձ դաստիարակել, որտեվ Երևան ունի մի հատ էներգիա, ես չգիտեմ աշխարհում այդ բոլոր քաղաքներ ունեն, բայց Երևանից էներգիան ոչ մեկ չունի։ Հիմա ես ասում եմ, ու մի քիչ ուզվում եմ, այդ տաքությունը էներգիան,
այդ ջերմությունը, այդ սերը, այդ լուսավորը, այդ անկեղծությունը, այդ տղամարդկությունը, այդ համեստությունը, այդ կրթությունը չունի։ Ես հպարտ եմ, երջանիկ եմ, որ ես ապրում եմ ամենաֆանտաստիկ քաղաքներից մեկում, որի անունն է Երևան։
Добрый индивидуальный работ. Спасибо.